Happy birthday, happy birthday to you. Շնորհավոր ենք ես իրադարձան։ Պաստորեն չեք մոռացել։ Ոնց կարող ենք մոռանալ մեր սիրելի դասղեկ ընկեր Սիրադեղյանի ծննդյան օրը։ Դիրազանք բայք ու փչեք մամերը ընկեր Սիրադեղյան։ Ընկեր Սիրադեղյան ջան, մեր դասարանի կողմից ձեզ ցանկանում ենք, որ միշտ լինեք երջանիկ, առողջ, միշտ լինեք ուրախ, մենք էլ ամեն ինչ կանենք դրա համար։ Շնորհակալ եմ իմ խելացի տղա։ Մեր դասարանի կողմից էլ մի փոքրիկ նվեր ձեզ, լավ զանգեր ստանաք։ Վայ երեխաներ ջան, ինչ նեղություն դրա կարիքը չկար, շնորհակալ եմ։ Բայց միայն այն, որ դուք ես գիշերով եկել եք չեք ալարել իմ ծնունդը շնորհավորել եք, այդ արդեն մեծ նվեր էր։ Բարով վայելեք, ընկեր Սիրադեղյան ջան։ Ես այնքան երջանիկ եմ ինձ հիմա ազգում, եւ կապ չունի, որ ես եւս 1 տարով մեծացա եւ կարելի ասել, որ արդեն մեծ կին եմ։ Չէ, դե լավ էլ ընկեր Սիրադեղյան, դուք դեռ ընդամենը 45 տարեկան եք։ Այ Տիգրան ջան, ամբողջ երիտասարդությունս անցել է դպրոցում։ Գիտեք, ես երբեք չէի մտածի, որ 45-ամյակս առաջինը կշնորհավորեն իմ աշակերտները։ Լավ լինեք, ընկեր Սիրադեղյան ջան։ Մի բան էլ ես եմ ուզում ասել։ Երիտասարդ ժամանակ դուրն է, երևի հարևաններն են։ Մի քիչ շատ աղմկեցինք, նստեք հիմա կգամ։ Ինչ լավ արեցինք, որ եկանք, շատ ուրախացավ։ Surprise, գայնիստե, նալիստե։ Երեխաներ խնդրում եմ չվախենաք։ Ձենդ կետրի։ Ինչ։ Յա, ես տորթով, շամպայնով, աշկի սուտուշ խմուշի մեջ եք, հա ոնց որ։ Երեխաներս 45-ամյակս են եկել նշելու։ Կյանքս վրազեմ, թե չի մի բաժակ հետդ կխմեի, մեռնեմ ջանին։ Լավ, կայնիստե։ Ասեք մենակ ինչ եք ուզում, կտանք և դուք գնացեք միայն մեզ չվնասեք, լավ։ Չես համաչում եկա 45 տարեկան կնիկ ես, եթե փողերը ու ոսկիներ տաս, իհարկե ոչ մեկի վնաս չեմ տա։ Ուրա։ Այնտեղ ննջարան ու պահարանի մեջ է, կարող եք գնալ վերցնել։ Մալադես, ադրես, այդ ես ու հիմար չեմ, որ ձեզ մենակով թողեմ սենյակում գնամ ընդեղ։ Դակ, ձեր դասանի գերազանցիկով ա, որ միշտ կավիչի հետևից է հետում։ Դու բոյլուղ, դե գնա բեր, կանգնի, բայց առանց հիմարությունների, թե չեմ վաղներ, կգաք ձեր դասղեկին տեսակցության, բայց արդեն սև շորերով ու պսակով, թրի։ Յո, ես ինչ լավ տոպրակա։ Էդ մեր դասղեկի նվերն է։ Չես համաչում աղջիկ ջան, այն որ այն ժամին եկել եք, չեք ալարել, հիշել եք, այդ արդեն մեծ նվեր է իր համար, իսկ ես ոնց որ ասում է ինձ։ Ահա բոլուղ, լից, Վասիլը, լից, ապրես, ահա, ոնց որ ասում է հասանք կումլինացիա, Կուլմինացիա։ Այդ դրան, դրա համար ձեզանից մեկն ու մեկը հետս գալիս է, որ անկարծ ոստիկան չզանգեք, հետո բաց կթողեմ։ Վայ, չէ, ինչ ոստիկանություն զանգել, մենք ձեզ ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք, չէ։ Մորքուր ջան, լրություն էլ մի հատ, հա։ Так, հիմա որոշում եք շատ արագ, ձեր մեջից ով է, այս տղու հետ գալիս։ Մի րոպե, բոլոր աղջիկները կմնան։ Վայ Տիգրան ջան, ապրես, դու հանուն մեզ զոհաբերում ես քեզ։ Բայց դուք ինչ կապ ունեք աղջիկների հետ, դուք եկա 45 տարեկան կին եք, հնես որ ցավը տանեմ, կարաս տանես։ Այն սխալ եմ ասում, քննության եք, բան կա, գնահատական կա, դուք սխալ եմ ասում, Bangaranga, ante bangara, bangaranga, banga, Եղամջա բարյոր, ես ինչ ես անում։ Բարյա մնացել հովո ջան, հոսանքն եմ սարքում, ամբողջ երկրորդ կորպուսը հոսանք չունենք։
Բայց դու պահակ ես, ինչ գործ ունես հոսանքի հետ։ Այ հենց այդ նույն բանը նոր տնօրենին էի ասում։ Ասում է բարիդ գործի տարունի ինչա, գնա հոսանքը սարքի, եկե սարքում եմ վրա։ Բա, չես վախում, որ հոսանքը քեզ խփի։ Արա այսքան ժամանակ Գեղամին ոչ մեկ չի կարացել խփի։ Հոսանքը հետում շունը դարա, որ կարողանա Գեղամին խփի, արա։ Հա, բայց հոսանքը խփելուց առաջ չի հարցնում, մի անգամից խփում է։ Ոնց որ զգուշ եղի։ Ոսի կարաս չէ փիլիսոփա ես, այդտեղ մի հատ սպիտակ լար կա, դեր տուրից։ Բայց հոսանք կա մեջը, զգուշ կլնես։ Հովո ասում եմ մեջը հոսանք կա, լսեցիր։ Հովո։ 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 Հովո արտնացի, Գեղամ պապին մի թող առանց աշխատանք։ Հովո։ Հովո։ Արտացար։ Գեղամցա կարող ա գիտես ծառան, իսկ ես ընկել հողի մեջ։ Ապեր չես հավատա, բայց հենց նոր քեզ հոսանքը թարս չափալախ ա տվել։ Սրա մասին իմանում ենք մենակ ես եւ դու ու էլ ոչ մեկ, հասկացար տղա ջան։ Քեզ ով էր խնդրել գնաս հոսանքի մեջ մտես։ Ես քեզ նման բան ասել եմ, չէ։ Ես հողն էլ դրել եմ, որ հոսանքա զրկվես տղա ջան։ Փորձված մեթոդը այս սենց աշխատում է։ Ինչ լավ է, հիմա բան չեղավ, թե չկորած էի։ Բան ասիր ցած Գեղամ։ Չէ, ցավը տանեմ, ես բան չեմ ասել։ Արա կարող ես հոսանքից սրան կտցրել։ Հիմա էլ բան չասի։ Այդ ցավը տանեմ, դու կարող ես տաքություն, սրտխառնոց, չգիտեմ, մկանային ցավեր ունես։ Չէ, ամեն ինչ լավ ա։ Ես արդեն գնամ։ Հա, հովո ջան, գնա պատրաստվի դասեր ցավը տանեմ։ Հիշում ես, չէ, այն ինչ եղել է, մնում է միայն իմ ու քո մեջ ցավը տանեմ։ Դու խնդիր չունես։ Ես երբեք էլ խնդիր չեմ ունեցել այդ պիչխը, ոնց եկավ տայաղ արեցես յարա։ Այս ինչ փորձանքից փորձանք։ Հայոց երկրի հայ շինարար, ես էլի գլխից ծալքեցիր։ Ինչ հաղեն, Արեկ։ Խի դասի չէի նստել, բացակա ստացար։ Երկար պատմություն է, հետո կպատմեմ։ Դու ավելի լավ է արագ մտքումդ մի բան պահի։ Հովը դու ոչխար ես։ Լավ չես արա, ոչխարը դու ես։ Ապեր ինչ իմացար, որ մտքիս մեջ քեզ ոչխար ասեցի։ Մտքերդ կարդացի։ Ապեր դու գուսակ ես։ Հիմար հարցեր մի տուն Արեկ։ Դու ավելի լավ ասա, երեխեքը դասանում են։ Հա, խի։ Հեչ։ Մի հետաքրքիր բան անցավ մտքովս։ Լավ ապրես։ Ուշադրություն։ Երեխեք մի հատ հետաքրքիր խաղ եմ առաջարկում։ Դուք ամենքդ ձեր մտքում մի հատ թիվ եք պահում։ Ես այդ թիվը գուշակում եմ։ Եթե ես այդ թիվը ճիշտ եմ գուշակում, դուք ինձ 1000 դրամ եք տալիս։ Իսկ եթե սխալ եմ գուշակում, ես ես 5000 դրամ եմ տալիս։ Հովո, կարող ա քեզ դրել ես մանգայ տեղը։ Լավա չասեցիր կարաս թուղթու գիրել անես։ Դուք են ասեք։ Խաղում եք թե չէ։ Հա, խաղում ենք։ Ավել 5000 դրամ մեր գպան չի ծակի։ Չէ, երեխեք։ Դզից։ Քանի ունեմ այս հնարավորությունը պետք է օգտագործել։ Առաջին մորս արև ախպեր ես չեմ հասկանում սրանք այսքան փոխի են ստանում։ Արա այդ փողերից տվեք նայեք ինչ խաղեր եմ տալի, արա դուք խաղալ գիտեք, բա։ Բաբջան բարև, ոնց ես։ Էսի որ հարցնում ա ոնց եմ ուրեմն յաղա, պակաս յամաղա։ Փող չունեմ հովո յանտուր։ Գգաս մի հատ խաղանք։ Արա կարող ա գիտես քուչի տնկերներն եմ գգաս մի հատ խաղանք, ասում եմ թռած տուց։ Անենց խաղա, որ մեջը փող կա։ Հետո քրված եմ ասում։ Դու մտքումդ մի հատ թիվ ես պահում, եթե ես այդ թիվը գուշակում եմ, դու ինձ 5000 ես տալիս։ Իսկ եթե չեմ գուշակում, ես քեզ 20000 եմ տալիս։ Արես լակոտը հաստատ ուզում ես գցած է։ Թե չէ սրան 20000 ուր դուց։ Հա բա որ կրվես ուր դուց ես տալու այդ 20000-ը։ Էսի լրիվ տուպոյա։ Ես ամյա դժվար թիվ կպահեմ, ասեն խոսքի 183։ Հաստատ չի գուշակում։ Ես 20000-ը կդնեմ ջեբս, հավնեմ գործի չեմ գնում։ Կմանամ տունը տելևիզոր կնեմ։ Համաձայն եմ ապե, խաղում եմ։
Պահել եմ ապե գուշակ։ 183։ Այ քորա, ես լակոտը ոնց գուշակից։ Սխալ ապե 183 չէի պահել։ Բայց դու 183 էիր պահել։ Արա ուրեմն ես եմ թիվը պահել, ես չգիտեմ 183 եմ պահել թե չէ։ Ասում եմ սխալ է, 8 էի պահել։ Կրվար։ Արա սի բայց լավ խաղա, կարող եմ մի հատ էլ խաղանք։ Խաղանք։ Բայց այս անգամ ինչ թիվ էլ որ պահես, պիտի ես տետրի մեջ գրես, որ համոզվեմ, որ չես խափում։ Հարց չկա։ Դրանից էլ էր 66։ Սխալ ապեր։ 99։ Դե փողերս դու։ Հավաքի, փողերս դու արա։ Փողերս ծանեմ։ Արա սամոյն է։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում, Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Սիրելի աշակերտներ, Կարմիր գլխարկը հեքիաթի փոխադրության արդյունքները պատրաստ են։ Ամփոփման անցնենք։ Ասեմ, որ կային փոխադրություններ, որոնք շատ լավն էին, եւ կային փոխադրություններ, որոնք այնքան անհամ էին, կարծես ապրիլ ամսվա ձմերուկ ուտեի։ Շաբաթն էին։ Արմենուհի, Ես եմ։ գիտեմ աղջիկ ջան, որ դու ես, տեսնում եմ կուչում։ Ասեմ, որ պիտի առանձնացնեմ այն հատվածը, որտեղ քո կարմիր գլխարկը փորձում է գայլին սովորեցնել բարություն եւ չուտել տատիկին։ Ապրես աղջիկս ինձ տանը։ Շնորհակալ եմ, ընկեր Մարգարե։ Բուրգեն, դու 7 ես ստացել տղաս, որովհետև չես արդարացրել իմ սպասելիքները։ Բայց ինչի, չէ որ իմ գրածի համաձայն գայլը վերջում տատիկին չի ուտում։ Չի ուտում, հասկացանք, դա լավ վերջաբան է։ Բայց ինչ է գրված, որ այստեղ քո գայլը վեգան է։ Շնորհակալ եղիր, որ 7 ես ստանում։ Նարինե, շոտ ոտ է, 5 ես ստացել։ Բայց ես ձեր ասացի համաձայն փոխել եմ հեքիաթի ամբողջ սյուժեն։ Փոխել ես, բայց պետք չէր այս աստիճան փոխել։ Ինչ է նշանակում կարմիր գլխարկը ալարում էր անտառով գնալ եւ տաքսի նստեց։ Կամ տատիկը խրճիթում չէր գտնվում, այլ պարկած էր Զեյթունի սրտաբանականում։ Ամոթ քեզ ինչ ասեմ։ Լավ, հանդարտվեք։ Գոնե Նարինեն հասկացել էր ինչ պիտի անի եւ ինչ փոխադրի։
Ինչը չեմ կարող ասել մեր օրվա հերոսի մասին։ Գևորգ։ Դու երկուս ես ստացել։ Բայց ինչի ընկեր Մարգարյան։ Այդ ամենը կասեմ միայն ծնողներիդ ներկայությամբ։ Երբ դասն ավարտվի կզանգես նրանց եւ կասես, որ գան դպրոց։ Հա, բայց… Ոչ մի բայց, չեմ ուզում լսել, նստիր։ Շարունակում ենք դասը։ Մեռնեմ սրտիդ։ Էդ ինչ արել Գևորգը, որ մեզ տնից տեղից գործից կդրե հասցրել ես դպրոց։ Վատա պահել իրան։ Ձեր Գևորգը աղավաղել է կարմիր գլխարկի հեքիաթը։ Ինչ արել։ Աղավաղել է։ Ինչ ես արել արա։ Ժանի սխալ եմ էլի արել։ Այո, աղավաղել է։ Բոլորս էլ մեր կյանքում գոնե մի անգամ աղավաղում ենք։ Ինչի տես մարդ կա, որ իր կյանքում սխալ չի արել։ Չհասկացա։ Դեռ մի բան էլ պաշտպանում եք ձեր տգետին։ Խնդրում եմ մի վիրավորեք իմ երեխային։ Կամ այդ ինչ սխալ է արել, որ մեզ բերել հասցրել եք այստեղ։ Ձեր Գևորգը իմ հանձնարարած փոխադրության մեջ, որը վերաբերվում էր կարմիր գլխարկին, շատ գրեհիկ ու կոպիտ պատմություններ է հորինել։ Օրինակ։ Օրինակ, կբացատրեք ինչու է կարմիր գլխարկի մայրը կարկանդակներ պատրաստելու փոխարեն ասում, որ ես ոչ մի բան էլ չեմ անելու, թող նրա մեծ աղջիկը նրան խնամի։ Կամ ինչու է կարմիր գլխարկի հայրը, հերիք չի որ գոյություն ունի, ասում կարմիր գլխարկին, որ տուն վերադառնալիս Անոյի խանութով կգաս եւ ինձ օղի կբերես։ Եվ ի վերջո, ինչու են որսորդները տատիկին փրկելու փոխարեն գալիս կարմիր գլխարկի տուն եւ հորը սպառնում, որ եթե պարտքերը չտա, շատ վատ է լինելու։ Էս ինչ է ասում, արա։ Էս ինչեր ես գրե։ Խայտարակ ես անում մեր ընտանիքին։ Աղավաղում ես։ Բայց ես այդ գրել։ Ոչ մի բայց։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, մեր տան եղածը ստենդը մի պատմի։ Լավա չես ասել, որ գիշերները խանութ եմ կտրում, որ ընտանիք պահեմ։ Մի ներվայնացրեք, էլի մազերը ուղղավորվում է։ Բացատրես, որ Վարդերեսյանի առարկայից Արփինեն, ով որ գիտի քվանտային ֆիզիկայի ամենամոտ կողմերը գիրքը անգիր, ստանում է 7։ Իսկ Էդիկը, ով որ մտածում է, որ Նյուտոնի գլխի խնձորը ոչ թե գցել է ձգողականության ուժը, այլ իր բակի ընկերներից մեկը ստանում է 9։ Եթե քեզ հետաքրքրում է, գնա այդ գցել հարցրա։ Հաստատ ինչ-որ մի մեթոդ ունի, որ բարձր է ստանում։ Իսկ ինձ իմ ինգիրը լրիվ ձեռ է տալիս։ Պապան միջև հիմա չգիտի, որ դպրոցում անցել ենք 10 բալանոց համակարգի։ Երանի քեզ, համ դասերը չես սովորում, համ էլ պապա տակո։ Լավ էլ գնամ տենեմ այդ ինչ համագոնում։ Էդիկ, ես ինչ ես տես տարինակ կողքերդ նայեմ, էլ ինչ-որ աֆերիստություն ես, չա մտածում։ Չէ ախպեր, ես ուր, օֆերիստություն ուր։ Դե մի հատ հարց եմ տալի, առանց մտածելու պատասխանի։ Ոնց ես անում, որ Վարդերեսյանի առարկայից միշտ 9 ես ստանում։ Կոստանդուպոլիս։ Չեմ հասկանում, ձեռ ես առնում։ Չէ ախպեր, դու չասեցիր առանց մտածելու պատասխանեմ։ Լավ, հիմա մտածելով պատասխանի։ Ոնց որ չի ստացվում մտածել, գիտես, աչքիս շոքից է։ Լավ, ես քեզ հասկացա։ Այ ես ուրիշ բան։ Դե հիմա կասես ոնց ես անում, որ Վարդերեսյանը քեզ միշտ 9 է նշանակում։ Նայ, ստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ դու չգիտես։ Ինչ նրբություն։ Գիտես ինչի է Վարդերեսյանը ամեն օր մտնում իր սենյակ ու դուրս չի գալիս։ Ինչի։ Որովհետև մնացած ուսուցիչներից թաքուն պաղպաղակ ա ուտում։ Հետո։ Հետո են, որ ինքը պաղպաղակ շատ է սիրում։ Պետք է իրան պաղպաղակ նվիրես, որ ինքը քեզ 9 նշանակի։ Հա, ոնց չի ֆայմե։ Դες գնացի պաղպաղակի հետևից։ Սպասիլը։ Տենց հեշտ չի ամեն ինչ։ Ստեղ մի շատ կարևոր նրբություն կա։ Ինչ նրբություն։ Պաղպաղակը բեր կիմանաս։ Բարև ձեզ իմ շատ սիրելի ընկեր Վարդերեսյան ջան։
Գիտեք չէ, այս պաղպաղակը հատուկ ձեզ համար եմ վերել։ Վայ ջան, ապրես ախր ինչի համար։ Միշտ սենց ուշադիր ես դու իմ հանդեպ։ Իմ սիրելի պաղպաղակն էլ բերել ես։ Դե ես պաղպաղակը տանեմ դնեմ սառնարանը, որ հետո ուտեմ։ Հա, ապեր, 9 նշանակեց։ Չէ, մի շահամփերի։ Ինչ ամպեր եմ։ Չես ուզում ասես ոնց ես անում, որ Վարդերեսյանը քեզ միշտ 9-ն է նշանակում։ Նայ, ստեղ մի հատ նրբություն կա։ Դու տալիս ես պաղպաղակը, ինքը մինչև գնա, պաղպաղակը դնի սառնարանի մեջ, դու բացում ես մատյանը։ Ու քեզ 9 ես նշանակում։ Այսքան բան։ Հա, այսքան բան։ Այս դու, այս էլ մատյանը։ Վերցրու նշանակի։ Բայց ես ուզում որպես շնորհակալություն մի հատ էլ ինձ 9 նշանակես։ Հա, բա ոնց։ Կուզես քեզ 2 հատ 9 նշանակեմ։ Չհասկացա, ես ինչ աստեղ կատարվում։ Ընկեր Վարդերեսյան, ուրեմն ես Միշան մտավ դասարան, Մատյանը բացեց ու իրան 9 նշանակեց։ Հետո ինձ 2 հատ 9 նշանակեց, որ մեղքը գցին վրա։ Հա, Միշա։ Փաստորեն ուզում ես այս ոսկի տղային քո ջրերը գցել, հա? Հա, բայց ոչ մի բայց տղա։ Հիմա լսիր ինձ, ես քո նշանակած 9 կդարձնեմ 2, եւ նրա նշանակած 2 9-ները կթողնեմ։ Ի նշան նրա ազնվության։ Դուրս եկեք։ Հիմա տղա։ Ինչ արիր արա։ Ինչ ես մունատ գալիս։ Դու չէիր հարցնում ոնց եմ անում, որ Վարդերեսյանը ինձ 9 նշանակում։ Հա, ոնց։ Ոնց, սենց։ Ահաս իմանաս ոնց է ֆիզկուլտի դասադու Ահարոնյանը ինձ միշտ իր դասերից ազատում։ Թե ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուստել ես նեղվելու կարիք չկա Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող խնչիր Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող խնչիր Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Քո աչքը ուրիշ ունեցած կինը դու նախանձես Չգիտես քո կինը մոռացիր են ինը չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սեն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող խնչիր Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Էմոջի, էմոջի Էմոջի, էմոջի Էմոջի, Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր